Հանրության տարբեր շերտերում անվստահություն կա ի վերջո խաղաղության փաստաթղթի նկատմամբ։ Դա չի կարելի շղթել։ Ես դրա համար առաջարկում եմ եւ առհասարակ տարբեր շերտերից առաջարկներ կան հրապարակել բանակցված փաստաթուղթը, որովհետեւ այնտեղ կարող են լինել մանրամասներ, որոնք հետագայում մեզ համար անսպասելի կարող են լինել։ Ինչու չհաղթահարել միջազգային խորհրդապահության այդ կարծրատիպը եւ չհրապարակել փաստաթուղթը։ Եվ դրանով, ասենք, Ադրբեջանին տալ եւս մեկ առիթ այդ բանակցությունների process-ը սաբոտաժի ենթարկելու, ինչի համար։ Այսինքն կարծում եմ, որ Ադրբեջանը պարբերաբար փորձում է խաղաղության process-ը տորպեդահարել։ Դրա մասին մենք ենք հայտարարում, դա դուք եք տեսնում, դրա մասին ինքներդ եք գրում ձեր թերթերում, ձեր լրատվականներում, ինչի դեպ ճիշտ է։ Հիմա դուք ասում եք, կա միջազգային, այսպես դիվանագիտական, ընդհանուր էթիկայի եւ մնացած նորմ, որ երկկողմանի բանակցվող փաստաթուղթը կարելի է հրապարակել, երբ որ երկու կողմն էլ համաձայն են։ Ու երբ որ կողմերից մեկը առանց մյուսի հետ համաձայնեցնելու դա հրապարակում է, դա այտենց դիվանագիտական նորմի, էթիկայի եւ առհասարակ փոխվստահության ու մնացածի խախտում է։ Հիմա դուք ասում եք ինչի Ադրբեջանին չտանք եւս մեկ հնարավորություն, հնարավոր բանի սաբոտաժի այդ բանակցությունների։ Ես կարծում եմ պետք չէ այդ հնարավորությունը տալ։ Մեր ժողովրդին տանք հնարավորություն հավատալու խաղաղության փաստաթղթին։ Մեր ժողովրդին մենք միանշանակ այդ հնարավորությունը կտանք, բայց ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը հիմա երբ որ իմ պատասխանը լսի կհասկանա, թե ես ինչի մասին եմ խոսում։ Մենք մեր գործողություններում փորձում ենք լինել մաքսիմալ լեգիտիմ, մենք փորձում ենք մեր բոլոր գործողությունները կազմենք ամեն մի քայլը անենք այնպես, որպեսզի այն կներեք, այս դաշնակներն գնացին, բայց իրանց աշխատանքային լեզվով ասած, ни к чему было бы придраться։